Աշտարժան դատարան ես միանում եմ գործընկերոջս միջնորդությանը, բայց ավելի մեծացնում եմ ծավալի միջնորդության։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ մեղադրանքի կողմը բացարձակապես իրավունք չունի պաշտպանության կողմը փոխարեն որոշել, թե այդ գործընկերներում որոնք կարող են պաշտպանական առումով վերաբերել լինեն կամ ոչ։ Այսինքն ինչա տեղի ունեցել, իրենք քննել են այս գործը, ամբողջությամբ քննելուց հետո որոշել են, որ X հաստատող վերաբերելի է մեղադրանքին, մնացածը ոչ։ Մենք երկու տարբերակ ունենք, որ մեղադրանքի կողմը կարող է ուղղակի այդպիսի պատկերացում ունեն, այլ պատկերացում, որ շատ օբյեկտիվ են իրենց տեսանկյունից, փորձել են հնարավորինս վերաբերել ինտերպրետացնել, բայց իրենց պատկերացրած ձևով։ Այսինքն իրենք մեղադրական թեքուն ունեն, ինչքան էլ փորձեն արդարացնողները դիտարկեն, չդիտարկեն եւ այլն, բայց մենք դրա համար ենք այստեղ, որպես պաշտպանության կողմ, ովքեր որ իրենք պետք է գնահատեն գործի որ հաստատողն է վերաբերելի մեղադրանքից պաշտպանելու տեսանկյունից, որը ոչ։ Առավել ևս երբ որ ցուցմունքը չի տալիս մեղադրյալը, մեղադրյալը պահում այդ մարտավարությունը հետագայում ցուցմունք տալու եւ կարող է ցուցմունք տալու ժամանակ վերաբերելի լինել։ Պաշտպանական մարտավարություն չպետք է ելնի սահմանափակվելով մեղադրանքի կողմի փաստարկների եւ վերաբերելիության վերահսկողից։ Հետևաբար իմ ասած կրանում նրանում, որ դատանի միջնորդում են այն ամբողջ քրեական գործը, որ սկզբանե գտնվել է, այդ ամբողջ քրեական գործը պահանջի, որպեսզի մենք դրանց մեջ ինքներս գնահատենք, թե որն է վերաբերելի եւ որը ոչ։ Որպեսզի պարզ լինի, ստացվում է, որ մեղադրանքի կողմը մեզ անհավասար վիճակի մեջ է դրել, որտեղ երկրորդ տարբերակները մենք դա հաճախ հանդիպում ենք եւ կոնկրետ գործերով, կոնկրետ ապացույցներով ենք հաստատում, որ մեղադրանքի կողմը դիտավորյալ կերպով արդարացնող ապացույցները չի ներառում գործի նյութերի մեջ։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, հաճախ ինչ ենք մենք ասում, տեսեք, ենթադրաբար իհարկե քանակական ապացույցները միշտ չորոշվում են, բայց քանակը միշտ էական նշանակություն ունի։ Եկեք պատկերացնենք պայմանական ասած 10 ապացույց կա մեղադրանքի եւ 14 ապացույց կա արդարացման։ Մեղադրանքի կողմը 14-ից 3 արդարացնողը կցում է, մնացածը մեղադրանք։ Այս պայմաններում եթե դատանը քննարկում է, իդեալական արդար որոշումը պայմանական, դատան համար լինի մեղադրական վերդիկտ։ Բայց եթե ամբողջության մեջ դիտարկել մյուս ապացույցների, արդարացման վերդիկտ է։ Հիմա մենք ոչ թե պետք է եղած նյութերի շրջանակում փորձենք արդարադատություն իրականացնել, այլ ընդհանրապես օբյեկտիվ իրականության մեջ պետք է արդարադատություն իրականացնել։ Դատան ընդհանրապես ինչ է տեղի ունեցել, այս դեպքերի հետ կապված դրանց համակցության մեջ պետք է գնահատել։ Հիմա եթե մեղադրանքի կողմի համար պարտական չէ, որ օրենքացնող ոչ միայն մեղադրող ապացույցներ պետք է ձեռք բերի, այլ նաև արդարացնող ապացույցներ պետք է ձեռք բերի։ Հիմա մենք ակնկալում ենք, որ արել են այդ աշխատանքը, բայց գուցե իրենց պատկերացման արդարացնող չի, բայց մեր պատկերացման արդարացնող է։ Մի փոքր էլ ավելացնեմ ու ավարտեմ։ Իսկ պաշտպանության կողմը իրավունք ունենա մեղադրանքի կողմի փոխարեն, որոշի թե որոնք են մեղադրանքի ապացույցները։ Ասենք մենք ենք որոշում, մենք ենք հնարավորություն, որոշում ենք, այս ամբողջ քրեական գործը թերթում ենք, ասում ենք վերաբերելի ապացույցները սրանք են, սրանք են, սրանք են։ Կարող է ես լավ չպատկերացնեմ, որ X ապացույցը մեղադրական է։ Չներառեմ, օբյեկտիվ լինելով հանդերձ։ Նույնն իրենք չեն կարող մկրտիչ սրբազանը ընտրելա պաշտպանություն։ Պաշտպանները կոնկրետ մասնագիտացած են պաշտպանություն իրականացնելու հարցում եւ ունեն կոնկրետ մարտավարություն իրենց մտքերով, լավ թե վատ, ավելի բարձր գիտելիքով, ավելի ցածր, բայց այս անձին պետք է որոշեն պաշտպանությունը։ Հիմա օրենքի տեսանկյունից մենք հանձնվել ենք մեղադրանքի կողմի հայեցողությանը, ցանկությանը, գիտելիքին, չենք քիչակնոշիլում, բայց ամեն մեկի իր մտքերի պաշար ունի։ Ու հիմա ստացվելու է շրջանակում դատանը պետք է գնահատի։ Ինչը ի սկզբանե ամբողջ պրոցեսը անարդար դարձնելու եւ մենք չենք կարողանում հավասար պայմաններում մեղադրանքի կողմը վիճակի։ Իսկ կոնկրետ իրավիճակում իմ գործընկերը նաեւ նկարագրել։ Օրինակ մենք գտնում ենք, որ ասենք կոնկրետ կանոնների ցուցումները արդարացնող բնի բայց չի տեսնում գործը։ Իրենք գտնում են, որ վերաբերելի չի։ Զրկված չէ կամանում, որպես բայց ինչի մենք պետք է հիմա դրա մասին մտածենք այն տեսանկյունից, որ քրեական գործում դա կա։ Այսինքն կարող է քրեական գործում այլ տեսանկյունից կա, պատկերացնենք այլ ցուցմունք կա տվել, դատանում այլ ցուցմունք կա տալիս, օրինակ եմ ասում, դրա վրա կառուցում ենք մեր մարտավարությունը, կամ ուրիշ ապացույցներ կա, որ մենք չգիտենք, բայց կա, ինչ ենք անում, փակ աչքերով հավատանք, կներեք չենք հավատում, ոչ թե կոնկրետ մեղադրյալներին է վերաբերում, մենք պաշտպանության կողմն ենք, չենք հավատում, որ մեղադրանքի կողմը այդքան օբյեկտիվ է եղել մեր,
Իսկ եթե օբյեկտիվ ա եղել, այդ պատկերացումները պաշտպանական կողմը ունեցել են, որպեսզի հենց այդ տրամաբանությունից աշխատեն։ Շատ լավ, բայց այստեղ փոքր նյուանս կա, մենք Արցախը չգիտեմ ինչքանով է նախաքննությունը շարունակվում է։ Այո, նախաքննությունը շարունակվում է, չգիտենք ինչքանով է վերաբերել, ինչքանով է թույլատրել ներկայային այստեղ քննարկման առարկա դարձնել մի բան, որտեղ նախաքննությունը դեռ շարունակվում է մյուս վարորդը։ Ձեր ասած նոմը շատ հասկանալի է, չեմ իջնում։ Բայց մենք հիմա դուրս են գալիս ոչ շահից, նախաքննության գաղտնիության շահից ստորադասելով մեղադերի պաշտպանության իրավունքը։ Եթե դա է այդպես, եկեք ֆիքսենք, որ այդ ձևով ենք առաջ գնում, որովհետև իմ համար նախաքննական գաղտնիքը ոչ մեկը դրամակ դատական նիստերով ենք, բայց ունենանք այդ նյութերը, որովհետև իմ համար իմ վստահորթի շահերն են կարևոր եւ օրենքները այդպես, ինքը այնպես չէ, որ հիմնարար իրավունք է պաշտպանության իրավունքը։ Այնպես չէ, որ ինքը ասեն նախաքննական գաղտնիքի ստորադարձումը, եթե բարձր չլինի, հաստատ չի ստորադարձել։ Եվ հիմա ասել, որ գիտեք ինչ կա, որ նույնն էլ ասում եմ, իսկ եթե ձեր պատկերացման մեջ օբյեկտիվ իրականության մեջ պարզվում որ այնտեղ ապացույցներ կան, որ դուք էլ չգիտեք, մենք էլ չգիտենք։ Արդարացվեց դա նախաքննական գաղտնիքի պահպանման, բայց դուք ձեր որոշումը հետագայում կլինի ոչ արդար։ Անձը կարող է հանգարց ազատազրկվի եւ այլն, մենակ դրա համար, որ չգիտեմ, վերադրանքի կողմի պատկերացումների համար ենք այստեղ շարունակել ենք այդ հավասարությունը տրամաբանության մեջ։ Իսկ մրցակցությունը պարտական չէ, մենք ի սկզբանե հավասարապես պետք է մրցակցենք, իսկ իրենք այս բանը ունեցել են հնարավորություն, առավելություն ունենալու։ Ավելին ուզում եք ձեզ ասեմ, իրենք գիտեն այնտեղ ինչ կա, վաղը մի օր այդ տրամաբանության մեջ քննություն կանեն, ու մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որ գնում են այն գործի նյութերից, բերում են նոր ապացույց են ներկայացնում։ Իրենք ունեն ավելի լայն հնարավորություն, իսկ մենք չունենք։ Ուզում եք հստակեցնենք, եկեք հստակեցնենք, որ օրինակ իմանանք, որ մեղադրանքի կողմը այդ գործով ապացույց որ չի բերել այս գործը ներկայացնի։ Օրինակ, ասենց հստակեցումներ ունենանք, մենք էլ իմանանք ինչ է պետք պայքարելու։ Որովհետև մենք հենց դատարանի իմաստն անում, որ մեր համար ամեն ինչ պետք է բացվի։ Բայց մենք այս համտունի հետ կռվելու ենք։ Բավոր հանգարց մեղադրանքի կողմը ընկել էս ինչ կնենա, բավոր հանգարց սա բերի, բավոր հանգարց էս ինչ գործողություն ա։ Այսինքն ինչի պետք է նրա համար թակ բերի եւ մենք մեր մարտավարությունը չկարողանանք ձեռաշեք իրացնել։ Ես կարծում եմ, որ սա լուրջ խնդիր է, կիսելով ձեր մտահոգությունը նախաքննական գաղտնիքի հետ բացարձակապես չեմ վիճակում ձեր փաստարկը, բայց ես կարծում եմ, որ սա ավելի մեծ փաստարկ չէ, քան պաշտպանության իրավունքի մրցակցության իրավունքը։